Գիտեմ մարդումը, որ 14 տարի առաջ, թե մարմնով չգիտեմ, թե առանց մամնի էր չգիտեմ, Աստված գիտե, հափշտակվեցավ երրորդ երկինք։ Ողջույն սիրելի ունգընտիրներ, այսօր մենք կփանանք Առաքյալի խոսքերը այս խորհրդավոր վկայության առջև։ Նա կպատմե փորձառությունը, որ մարդկային խոսքով ամբողջովին նկարագրել հնարավոր չէ։ Գսեք գիտեմ մեկ մարդու՝ ի Քրիստոս, որ հափշտակվեցավ մինչև երրորդ երկինք։ Սա պատահական իրադարձություն չէր, այլ աստվածային քաղաքնիկը, որ կբացահայտե մեր հավատքի խորքը։ Այս խոսքերը մեզ գտնեն երկյուղի եւ ագնաձանքի մեջ, որովհետեւ կենթադրեն այն, ինչ մարդուն լեզվին անհնար է արտասանել։ Բողոսը մեզ գիշեցնե, որ քրիստոնեությունը սահմանապակված չէ արտաքին ծիսականով, այլ ունի խորուն քակաթմը Աստուծո անմիջական ներկայությունը։ Այսօր մեր շուրջը գլսվին բազմաթիվ ցայներ, գեղձ առաջնորդներու, գեղձ վկայություններու, մեր աչքերուն առջև գտրվի ճշմարիտ չափանիշը։ Այն ոչ թե քովապանության, ոչ թե իշխանասիրության, այլ խոնարհության եւ անբադում դեսիլքի փորձառությունն է։ Գիտեմ մեկ մարդու ի Քրիստոս, որ 14 տարի առաջ մարմնով էր չգիտեմ, թե առանց մարմնի չգիտեմ, Աստված գիտե։ Երրորդ երկինքը Սուրբ Հայրերու ուսմունքով կնշանակե ոչ թե մաթեմատիկական չափումներ, այլ աստիճանը հոգևոր մերձեցման։ Առաջին երկինքը երկրային աշխարհն է, ուր գաբրինք մարմնով։ Երկրորդ երկինքը հրեշտակային զորքերու թագավորությունը, իսկ երրորդ երկինքը Աստուծո անմիջական ներկայությունը։ Բողոսը մուտք կգործե սուրբ ներկայության մեջ, ուր մարդը այլևս ոչ կհարցնե, ոչ կվիճի, այլ միայն կխոնարհի այդ դեսիլքին առջև։ Այս երրորդ երկինքը մեզ կհիշեցնե, որ մեր հավատքը սահմանապակված չէ միայն արտաքին ծիսականով, ոչ այլ եկեղեցական արարողություններու ծիսամատյանով։ Մեր ճշմարիտ նպատակն է հասնել Աստծո անմիջական ներկայության։ Եկեղեցական դասը, հոգևոր դասը, ծեսերը, բոլոր անոնք ուղի են, բայց երբ այդ ուղիները կդառնան ինքնանպատակ եւ կխոչընդոտեն երկնքի մուտքը, անոնք կդառնան փարիսեցիություն եւ գեղձավորություն։ Առաքյալը գսե չեմ գիտեր, Աստված գիտե։ Ողոս Առաքյալի այս դեսիլքը պատմած ժամանակը կգրկնե, չեմ գիտեր, Աստված գիտե։ Այս խոսքը խոր խոնարհության արտահայտություն է։ Այսօրվան հոգևորականներու մեծ մասը իրենց մասին գարդասանեն մեծամեծ արտահայտություններ եւ դիտողներ, իբրև թե ունինք իրենք դեսիլքներ, ունինք վկայականներ, ունին դոկտորաներ եւ այլն, իբր թե իրենք Աստուծո դեղաբահն են։ Բայց Բողոսը իսկապես դեսիլք ունեցած, մերժեց իրեն վերագրել որևէ վաստակ, որովհետև գիտեր ամեն ինչ Աստծո գործն է։ Մեր օրերուն դժբախտաբար կտեսնենք հագարակը, սկսած Քարեկին երկրորդեն իր մերձավորներով եւ իր խումբով, որոնք իրենց անձը դրած են Աստծո փոխարեն։ Իրենց անունով կգովեն, կհարստանան, կզավթեն եկեղեցական հարստությունները։ Մինչդեռ Բողոս Առաքյալը այդպիսի դեսիլք ունենալով ոչ թե ինքզինք գովեց, այլ ինքզինք մորցավ։ Առաքյալը կշարունակե, որ լսեց անբադում խոսքեր, որ մարդուն արտոնված չէ խոսիլ։ Սա մեզ կսորվեցնե, որ աստվածային քաղաքնիկները չեն սպարվիր մարդկային լեզվով։ Մեր խոսքը սահմանապակ է, մինչդեռ Աստծո խորհուրդները անսահման։ Այս պատճառով եկեղեցական երկեցողությունը, նարեկացի աղոթքները հաճախ բարեր չեն, այլ հոգևոր հառաչանքներ։ Երբեմն լրությունը ավելի խորուն կվկայե, քան բազմապար քարոզները։ Սակայն այս լրությունը պետք չէ շփոթել ներկա դարու մեղավոր լրության հետ։ Երբ եկեղեցին լուր կմնա հայրենիքի ճգնաժամերուն, երբ կաթողիկոսը լրած կմնա ինտիմատիրներու ահաբեկչական գոչերուն առջև, այդ լրությունը այլևս ոչ թե սրբության,
այլ մեղքի լրություն է։ Պողոսի լրությունը կպխի երկյուղածութենեն, իսկ Կդրիչ Ներսիսյանի լրությունը մեղսակցութենեն։ Պողոսը հափշտակվեցավ երրորդ երկինք։ Միշտ էր մենք այսօր գաբրինք իրավիճակ, ուր հոգևորականները կհափշտակվին իրենց աթոռներով, իրենց կալվածներով և իրենց անձնական շահերով։ Միշտ էր ժողովուրդը կփնտրե մխիթարություն, կփնտրե ճշմարիտ առաջնորդություն։ Երրորդ երկինք տանող ճանապարհը խոնարհությունն է, աղոթքը և զոհաբերությունը, բայց մեր օրերուն հոգևոր դասի մեկ մասը ընտրած է իշխանասիրության և արևդուրի ճանապարհը։ Ինչ դաս կքաղենք մեզ։ Ինչ կնշանակի այս պատգամը մեզի այսօր։ Առաջին հերթին, որ հավատքը պետք է վերածվի կենդանի փորձառության։ Եթե մեր հավատքը կսահմանապակվի միայն գիրակի օր եկեղեցի երթալով, մենք դակավին մուտք չենք գործած առաջին երկնքեն անտին։ Մեր կյանքը պետք է լա անընդհատ մակրագործում աղոթքով, պահեցողությամբ և ողորմությամբ։ Երրորդ, պետք է հասկանանք, որ ճշմարիտ առաջնորդը կվկայե ոչ թե իր անձին համար, այլ Աստուծո համար։ Պողոս առաքյալը մեզի տողեց ժառանգությունը, միշտ ասել Աստված գիտե, այս խոնարհությունը թող դառնա մեր կյանքի ուղեցույցը։ Այսօր մեր հայրենիքի մեջ կնշվին կամ կտեսնենք ծանր օրեր, քաղաքական հակադրությունները կխորանան և եկեղեցական իշխանությունը դարձած է շահագործման գործիք։ Վարչապետը հրապարակավ կդատապարտե այն հոգևորականները, որոնք չեն խոսիր ահաբեկչական գոչերու թեմ։ Ժողովուրդը կանդրադառնա, որ եթե առաջնորդները լուր են, ապա լրությունը կդառնա մեղք։ Մինչդեռ Պողոսի պատգամը մեզ կսորվեցնե ոչ թե լրել այնտեղ, ուր անհրաժեշտ է վկայությունը, այլ լրել միայն այն խորհուրդներուն առջև, որոնք անհնար է մարդկային խոսքով պատրաստել և արտասանել։ Սիրելիներ, երրորդ երկինքը մեզ կհիշեցնե, որ մեր կյանքը վերջնական նպատակն է Աստուծո ամիջական ներկայությանը, բայց այդ ներկայության ճամփան գանցնի խոնարհության, զոհաբերության և ճշմարիտ հավատքի միջով։ Պողոս առաքյալը տեսավ այն, ինչ մենք դակավին կսպասենք։ Մեր բարքն է պատրաստել մեր սիրտը, որպեսզի մեր աղոթքը, մեր կյանքը և մեր վկայությունը արժանի ըլլան այդ երրորդ երկինքի լույսին։ Այս պատգամը թող այսօր դառնա նաև դատաստան մեր իրականության մեջ։ Մենք պետք է մերժենք կեղծավորությունը, բացահայտենք սրբաբողձությունը և մեր հայացքը ուղղենք ոչ թե մարդկանց իշխանության, այլ Աստուծո անսահման գթության։ Սիրելիներ, իմ գոչումն ու պարտականությունն է ավետարանի ճշմարտությունները ձեզ տեղեկացնել, իսկ ձեր պարտքն է լսել, հասկանալ և կիրառել։ Ես ձեզ կիրազեկեմ ոչ միայն ավետարանի ճշմարտությունները, այլ այդ ճշմարտությունները մեր օրերուն անտեսելու ահռելի վտանգի մասին։ Ես անպարտ եմ ձեր արյունեն, ոչ ոք չի կարող ասել, որ չեմ խոսել և կամ ինքը չի լսել ճշմարտությունը։ Մնացեք սիրով, մնացեք խաղաղությամբ, մինչ վաղը կողջունեմ ձեզ բոլորին։